Мы имеем такую возможность, чтобы нам вникать в Слово Божие. Մենք այսպիսի մի հնարավորություն ունենք, որ Рассуждать խորանանք об Աստծո этом. խոսքի մեջ, Потому что Христос так заповедовал. որտեղ հենց ինքը Քրիստոս մեզ Исследуйте պատվիրեց, Писания, ибо вы думаете через них иметь жизнь քնեցեք вечную, գրքերը, որտեղ դուք а մտածում они եք նրանցով կյանք ունենալ, свидетельствуют о мне. բայց նրանք վկայում են իմ մասին։ Обратите внимание. Եվ уշադրություն դարձրեք, Писания свидетельствуют не о мне, а об Иисусе Христе, որ о Мессии, о գիրքը Сыне չի Божьем, վկայում իմ մասին, Всё վկայում է Писание. Հիսուս от Քրիստոսի մասին։ начала и до конца. Սկզբից մինչև Они վերջ свидетельствуют, Սուրբ Գիրքը они վկայում է указывают, они եւ ցույց է говорят տալիս եւ խոսում է на самое главное. ամենակարևոր բանի Это վրա, Иисус դա Христос. Հիսուս Քրիստոսն է։ Слава Богу. Փառք Աստծո։ Мы читаем Деяния апостолов, Մենք կարդում ենք Գործք առաքելոցում, когда Павел проповедовал Евангелие, երբ որ ավետարան էր քարոզում Պողոսը, и в Антиохии собрались ученики. եւ Անտիոքում հավաքվեցան աշակերտները, И они впервые стали называться кем? եւ այնտեղ առաջի անգամ կոչվեցան Христианами. Да? քրիստոնյաներ։ Впервые ученики начали называться христианами. Առաջի անգամ աշակերտները կոչվեցան Но քրիստոնյաներ։ в отличие от учеников Христа, Բացառությամբ աշակերտների Քրիստոսի были и другие ученики. ուրիշ աշակերտներ կային։ Помните, когда Христос исцелил слепого, Հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը рожденного от чрева матери? բժշկեց կույրին, որ մոր որովայնից էր И այդպես։ там возникла такая дискуссия. Եվ այնտեղ մի հատ դիսկուսիա կատարվեց, Не от Бога этот человек, в субботу исцеляет. Видишь? որ Հիսուսը Աստծո մարդ չի, ինքը որ շաբաթ օրը բժշկում է։ Нарушение субботы. Դա շաբաթի խախտումն էր, Как быть? ինչպես լինել։ И вот Եվ ահա, начали эти все вопросы изучать. եւ այդ հարցերը Христа ուսումնասիրում էին, начинают гнать. Քրիստոսին սկսում են հալածել, Этого человека спрашивают, как он тебе очи открыл. եւ այդ մարդուն հարցում են, ինչպես նա քո աչքերը բացեց։ Ну как, сделал бренес, помазал глаза там. Եվ ասում է, շատ հեշտ, ինքը թքեց, ցեղ սարքեց եւ դրեց А в աչքերից։ субботу нельзя ничего делать. Բայց շաբաթ օրը ոչ մի բան չի Спичку կարելի не անել։ надо, зажигать не может. Անկամ լուցկին չեն կարող վառել։ И спорили, родителей пригласили. Եվ շատ են վիճում Это եւ ли ваш կանչեցին сын, ծնողներին։ который был слеп и которому очи открыли? Սա ձեր որդին է, որ ինքը կույր էր եւ հիմա տեսնում է։ Родители говорят, да, это наш сын, мы знаем. Եվ ծնողները ասում են, Но այո, кто ему открыл դա մեր очи, не որդին է։ знаем. Մենք գիտենք նրան, բայց ով է նրա Он в աչքերը բացել, совершенных չգիտենք։ летах, сами спросите ее. Ինքը չափահաս է, իրան հարցրեք։ Опять его призывают. Եվ էլի իրան կանչում են, Кто тебе очи открыл? ով քո աչքերը բացեց։ Как тебе очи открыли? Ինչպես քո аչքերը Не բացվեցին։ от Бога это человек. Աստծուց չի այդ մարդը։ И он говорит им, Եվ ինքը ասում է նրանց. вы хотите сделаться его учениками? Դուք ուզում եք իր աշակերտները լինեք։ Они говорят, Եվ նրանք ты ասում են, его ученик, ասում են դու ես նրա а աշակերտը։ мы ученики Բայց Моисеевы. մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Вот были ученики Моисеевы, Եվ մենք տեսնում и ենք, որ были Մովսեսի աշակերտները ученики կային, Иисуса Христа. եւ կային աշակերտներ Հիսուս Были Քրիստոսի։ христиане Կային քրիստոնյաներ и были иудеи. եւ կան հрьяաներ։ И не дай Бог язычники. Եվ Աստված չանի, որ Для հեթանոսները язычников все закрыто, հեթանոսների համար ամեն բան փակված է, в храм нельзя входить. չի կարելի մտնել անգամ Это տաճար, осквернение, это դա պղծություն էր, որ հեթանոսը մտներ տաճար, украинский перевод ուկրաինական թարգմանությունը называет язычников поганы. ասում է հեթանոսներին այսպես է գրված ուկրաինական թարգմանությամբ нечистые. պագանի, այսինքն նշանակում է որ անմաքուր, պիղծ И вот этим всем поганам, язычникам եւ այդպես այդ պոգանի, այսինքն հեթանոսները Павел пишет свое послание римлянам, Պողոսը գրում է իր հռոմեացիների
թղթում 3 глава, ուղերձում այսպես է գրված 3-րդ գլխի последний стих, վերջի խոսքը 3-րդ գլուխ написаны վերջի такие խոսքը слова. այսպիսի խոսքեր է գրված Итак, мы уничтожаем закон верою, ուստի մենք հավատքով օրենքը խխապանենք հարցը տալիս никак, но Քավլիցի закон утверждаем. հապա օրենքը կհաստատենք Я хочу, чтобы мы вместе порассуждали об этом, ես կուզեմ որ մենք իրար հետ դրա մասին մտածենք как мы утверждаем закон. Моисеев имеется в виду верою. ինչպես ենք մենք Մովսեսի օրենքը հաստատում հավատքով И какое наше отношение вообще к закону Моисееву? Եվ մենք ինչ կապ ունենք Մովսեսի օրենքի հետ ինչ հարաբերություն ունենք Мы ученики Христовы. մենք Քրիստոսի աշակերտներն ենք Моисей имел своих учеников. Մովսեսը ուներ իր աշակերտները Христос проповедует Евангелие. Հիսուսը քարոզում էր ավետարանը Моисей проповедовал закон. Մովսեսը քարոզում էր օրենքը Что общего у нас? ինչ ամբողջականություն ունի այդ ամեն իրար հետ ինչ կապ ունի դրա Мы մեջ можем встречать сегодня, Եվ մենք կարող ենք այսօր տեսնել когда есть люди, կան մարդիկ которые որոնք стараются закон каким-то образом выполнять. փորձում են մի կերպ օրենքը կատարեն В субботу շաբաթ օրը празднуют, не работают. եւ տոնում են շաբաթ օրը եւ չեն աշխատում Не дай Бог свининкой покушать. Աստված չանի որ հանկարծ խոզի միս ուտվի Не дай Бог там сестра пришла в собрание, она нечиста. եւ Աստված չանի որ քույրիկ է եկել է եկեղեցու И ինքան մաքուր է много таких եւ вещей. շատ այդպիսի բաներ կան Многих христиан я видел в домах, квартирах. Ես շատ քրիստոնյաներ եմ տեսել իրանց տներում, Висят իրանց такие, կվարտիրաներում там портретики или что-то, и там все заповеди եւ Моисеева. շատ եմ տեսել որ գրված է ընտանիքներում 10 պատվիրանները, բոլորի ընտանիքներում И միգուցե я կա։ всегда задаюсь таким вопросом. Եվ ես միշտ ինձ հարց եմ տալի. Это христиане или иудеи? Դրանք քրիստոնյաներ են թե հрьяաներ են։ Это ученики Христа или Моисеевы ученики? Դրանք Քրիստոսի աշակերտներ են թե Մովսեսի Вы աշակերտներ են։ исполняете эти 10 заповедей или нет? Դուք այդ 10 պատվիրանքները կատարում եք թե ոչ։ Ну, Павел говорит, мы утверждаем Բայց Պողոս Արաքյալն ասում է մենք հաստատում ենք закон Моисеев, утверждаем. Մովսեսի օրենքը И հաստատում на ենք։ этом основании получается какое-то недоразумение. Եվ այդ պատճառով ինչ որ շփոթություն է Как же կատարվում։ мы, христиане, утверждаем закон Моисеев? Ինչպես մենք քրիստոնյաներս հաստատում ենք Մովսեսի օրենքը։ Если мы ее не выполняем, мы ее не придерживаемся, Երբ որ մենք չենք կատարում դա եւ երբեք դրա հետ կապ չունենք։ многие иудейские правила, Շատ уставы, постановления, շատ հրյական կանոններ, պատվիրաններ, օրենքներ, мы их даже до конца не знаем. անգամ մենք մինչև վերջել չգիտենք։ Ну, а вот взялись за субботу. Բայց ահա վերցնում ենք Это շաբաթ օրը, 4-я заповедь, Да, չորրորդ պատվիրանն и էր։ находят все места Писания, что субботу надо праздновать и так дальше. եւ գտնում են Սուրբ գրքում բոլոր այդ տեղերը, որ շաբաթ օրի մասին գրած է եւ ասում են մենք պետք է կատարենք շաբաթ օրը։ Но если мы только празднуем субботу, нам не будет никакой пользы. Բայց եթե մենք մենակ շաբաթ օրը տոնենք, մեզ ոչ մի օգուտ չի լինի։ Наоборот, нам будет еще хуже. Հակառակ, մեզ ավելի վատ կլինի, Потому что закон говорит, որովհետեւ օրենքը ասում է. проклят всяк, кто не исполнит всего написанного в книге закона. Անիցիալը այն, ով որ մինչև վերջ չի կատարում բոլոր այդ օրենքի Когда мы կանոնները։ только одну субботу соблюдаем, Իսկ եթե մենք միայն մի շաբաթ օր ենք а կատարում, остальные заповеди, правила, постановления, мы их не եւ մյուս исполняем, կանոնները, պատվիրանները, օրենքները мы կողքի ենք сами դնում, на себя навлекаем проклятие. մենք մեր վրա անեծք ենք բերում, Потому что закон строго предупреждал, որովհետեւ օրենքը շատ խիստ էր что нужно զգուշացնում, исполнить весь закон. որ պետքա կատարել ամբողջ օրենքը։ И мы читаем такие слова, которые говорят в свое время Եվ մենք այսպիսի խոսքեր ենք կարդում, որ իր пророк ժամանակին ասեց Малахия, Մաղաքիայի մարգարեություն
об этом законе он выражается очень четко, понятно. Եվ օրենքի վերաբերյալ Последняя շատ հստակ է 4 խոսում։ глава, 4-րդ гլուխ, 4 стих, хорошо запомнить. 4-րդ համարը լավ հիշեցեք։ Помните закон Моисея, раба моего, Հիշեցեք իմ ծառայիս Մովսեսի օրենքը, который я заповедал ему на Хориве այսինքն այն կանոններն ու պատվիրանները, для всего Израиля, որոնք անորտվի քորեբի մեջ равно Իսրայելի как и համար, правила и уставы. ինչպես նաև կանոնները, պատվիրանները։ В законе Моисеевом все было там твердо, и все правила, и все постановления. Մովսեսի օրենքը շատ հստակ էր եւ բոլոր կանոնները, բոլոր այդ պատվիրանները, Разные омовения, Անկամ прочее, լվացումները, жертвоприношения, զոհաբերությունները, священники, какими քահանաները, должны были быть они, ինչպես պետք է լինեն քահանաները, и вообще кто мог быть священником. եւ ընդհանրապես ով կարող է լինել քահանա։ Было только одно колено, колено Левина. Միայն մի սերունդ էր, որ դա Ղևի սերունդ էր, որ կարող И լիներ несмотря քահանա։ на то, что 12 этих колен сынов, Եվ չնայած որ 12 ցեղեր էին Հակոբի որդիները, у них один отец был, եւ նրանք ունեին մի հայր, но только одно колено имело право священнодействовать. բայց միայն մի ցեղ կարող էր Աստծո առաջ այդ սրբագործություններն անել, դա Ղևի ցեղն էր։ А мы с какого колена? Իսկ մենք որ ցեղից ենք։ Братья, пресвитера, епископа, диакона. Եպիսկոպոսներ, գերեցներ, Może my nie znaємо, սարքավագներ, що ми մենք որ євреї. ցեղից ենք։ Կարող է մենք հрья ենք։ Я почему это все говорю? Это Ինչի համար եմ այս вопросы. ամեն ինչը խոսում։ Как мы утверждаем закон, Ինչպես ենք մենք հաստատում օրենքը, если мы ее вообще не исполняем? եթե մենք ընդհանրապես այդ օրենքները չենք կատարում։ Ինչպես ենք հաստատում։ Необрезанные, субботу необрезанные, Անթլպատ ենք, բայց շաբաթօրը պետք է պահենք։ субботу не выполняем, свинину едим. Շաբաթօրը չենք Ничего պահում, только не խոզը едим. ուտում ենք, ու ինչ ասես չենք ուտում։ Ну а Павел говорит, что мы все-таки, хоть мы язычники, Պողոս Արաքյալն ասում է, թեպետ եւ մենք но հետանոցներ мы ենք, закон утверждаем. բայց մենք օրենքը հաստատում ենք։ Если взять во внимание то, что Եթե մենք говорят վերցնենք другие места Священного Писания, то можно ուշադրություն դարձնենք ուրիշ տեղ Սուրբ գրքում, очень много об этом շատ է գրված դրա говорить մասին, и писать, да, շատ է գրված, которые вообще говорят, որ ասում են, что закон был где-то водителем ко Христу, чтобы нам оправдаться верою. որ օրենքը մեզի դաստիարակ եղավ Քրիստոսին բերելու, որպիսի մենք արդարանանք հավատքով։ Вся миссия закона Բոլոր այդ միսիան օրենքի заключалась в том, Այսինքն чтобы գործը օրենքի։ человечество привести ко Христу. որպիսի մարդկանց բերեր Քրիստոսին։ Все пророки, все заповеди, Բոլոր մարգարեները, բոլոր Սեժեթ պատվիրանքները, օպրենաշենյա, բոլոր всякие զոհաբերությունները, դրանք ամեն ինչը իրանք օրինակներ են։ они указывали на Христа. Նրանք ցույց են տալիս Вот это Քրիստոսին։ Мессия, вот это Христос. Սա է Մեսիան, սա է Քրիստոսը։ И последний пророк закона, Եվ- Иоанн Креститель, Վերջի մարգարեն օրենքի դա Հովանես Մկրտիչն է, который пришел на Иордан и начал проповедовать, որը եկավ Հորդանան եւ սկսեց քարոզել, что приблизилось Царство Божие. որ մոտեցել է Աստծո արքայությունը, Покайтесь и веруйте в Евангелие. ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք, Потому что вот среди вас стоит некто, որովհետեւ которого ահա не ձեր մեջ կանգնած է знаете, մեկը, որին դուք չգիտեք, и он больше меня. եւ ինքը մեծ է ինձանից։ Я недостоин развязать ремень обуви. Ես արժանի չեմ անգամ իր ոտների կապերը Я քանդել։ крещу вас водою, а он будет крестить Духом Ես ձեզ Святым. մկրտում եմ ջրով, բայց նա ձեզ կմկրտի Սուրբ ոգիով։
И когда Христос пришел на Иордан, Երբ որ Տեր Հիսուսը եկավ Հորդանան, Иоанн увидел եւ его Հովանեսը տեսավ նրան, и говорит: Рави, եւ ասում է. Ռաբբի, мне надобно креститься от тебя, и ты приходишь ко мне. պետք է որ ես քեզանից մկրտվեմ եւ դու գալիս ես ինձ մոտ, Но Христос говорит ему: оставь это. բայց Քրիստոսն ասում է դա հիմա թող։ Так надлежит исполнить всякую правду. Այդպեսի պետք է կատարվի ամեն արտարությունը։ И Иоанн крестит его. Եվ Հովանեսը մկրտում է И նրան։ свидетельствует потом, Եվ վկայում է что հետո, пославший меня крестить в воде, ան որ ինձ ուղարկել է, որպեսզի ես մկրտեմ ջրով, сказал: на ком увидишь духа, сходящего как голубь, եւ ասեց ում վրա որ կտեսնես, որ երկինքից քիչնի Սուրբ ոգին աղավնիի պես, тот есть крестящий Духом նա է որ Святым. պետք է мկրտի Սուրբ ոգիով։ И я видел его, Ես տեսել եմ նրան и свидетельствует об этом. եւ վկայում եմ դրա մասին։ Другой раз я увидел идущего Иисуса Եվ մյուս անգամ տեսա, որ Տեր Հիսուսը քայլում էր Հովանեսը и говорит: вот Агнец Божий, который берет на себя грехи мира. եւ ասեց. ահա Աստծո գառը, որ վերցնում է ամբողջ աշխարհի մեղքը։ Закон свою Օրենքը миссию закончил. այդտեղ վերջացրեց իր Он գործողությունը։ привел нас ко Христу, Ինքը բերեց մեզ Քրիստոսին Он показал: вот этот Агнец, եւ նա ցույց տվեց. ահա Աստծո գառը, которого вы на Пасху заколали. որը որ դուք Это тот, Зատիկին который եք жертвы մորտում։ вы приносили. Սա այն է, որ դուք զոհեր եք բերում։ Это все о нем говорилось. Ամեն ինչը խոսում էր նրա Вот մասին։ теперь он пришел, вот этот Ահա Агнец նա Божий. եկել է, դա է Աստծո գառը։ И многие тогда уверовали, Եվ այդ ժամանակ крестились, շատերը հավատացին նրան եւ մկրտվում пошли, էին։ ходили за Христом, Եվ գնում էին слушали, Քրիստոսի հետևից եւ լսում էին նրան։ слушали его проповеди. Լսում էին նրա քարոզները И Христос եւ Քրիստոսը проповедовал и говорил такие слова. քարոզում էր եւ ասում էր այսպիսի մի Мы խոսքեր։ читаем Матфея, там, Եվ 5 մենք կարդում ենք Մատթեոսի մեջ, Древним сказано: հներում ասված է. не убивай. Մի սպանիր։ А я говорю вам, Իսկ ես ձեզ ասում եմ, кто гневается на брата напрасно, ով и որ на եղբոր сестру վրա тоже, բարկանում է իզուր տեղը, тот человека-убийца. նա արդեն մարտասպան է։ Древним сказано: исполняй клятвы твои. Հնում ասված է, որ քո երթումները А դու я говорю: կատարիր։ не клянись вовсе. Իսկ ես քեզ ասում եմ, ընդհանրապես նեբոմ, երթում մի արա, նեզեմլոյ, ոչ երկնքով, ոչ եղողոյ, երկրով, ոչ քո գլխով անգամ։ Древним сказано: Հներում не գրված է. прелюбодействуй. Մի շնանար, А я говорю вам, Իսկ ես кто с ասում եմ ձեզ, вожделением посмотрел, уже прелюбодействует. ովքեր որ ցանկությունով անգամ նայում են, արդեն իսկ շնացել են։ Что происходит с этими 10 заповедями? Ինչ է катарվում այդ 10 պատվիրանների հետ։ Субботники разделяют закон, это говорят 10 заповедей. Это закон нравственный, Եվ շաբաթականները իրանք առանձնացնում են, ասում են 10 а все պատվիրանները, там դրանք правила, постановления. բարոյական и так дальше. Աստծո օրենքներն են։ Եվ այս Это- մնացածը это Աստծո ուղղակի другое. պատվիրաններն են։ Это обрядовой закон. Եվ կա նաև ծեսական օրենք, То շաբաթականներն են якобы առանձնացնում։ Христос отменяет обрядовой закон, Քրիստոսը ասում է, որ հերքում է այդ ծեսական то есть օրենքը, все там правила, постановления, не дотрагивайся, не այդ օրենքները, вкушай, պատվիրանները, и прочее. կանոնները, А մի 10 կպիր, մի заповедей դիպչիր, оставил. մի կեր, այս 10 պատվիրանները թողել է։ Но, как Դա видим, շաբաթականներն են ասում։ на самом деле, что не оставил. Բայց ինչպես որ տեսնում ենք, Աստված Հիսուսը ոչ մի բան չի թողել։ Потому что, говорит, древним так вот сказано. Որովհետև Տեր Моисеем, Հիսուսն ասում է, да. հներում А я այսպես вам էր говорю գրված։ так. Իսկ ես ձեզ այսպես եմ ասում։ То была буква закона, Այնտեղ գիրն էր օրենքի, а это дух իսկ животворящий. սա հոգին է կենարարար։ Это слово, которое проникает до глубины души и духа, Այն խոսքն է, որ մտնում է хոկու, շնչի եւ до մարմնի մեջ։ суставов и мозгов и судит намерения и помышления сердечных. Եվ մտնում է անգամ հոտվածների մեջ եւ քննում է մեր սրտի խորհուրդները։ Это не та буква, которая убивает, Դա այն գիրը չի, որ սպանում է, но это дух, который животворит. ապա դա այն հոգին է, որ կենտանացնում է։ Потому это совершенно иное. Դրա համար սա լրիվ ուրիշ է։ Другое, что я хотел бы заметить. Ուրիշ ինչ որ ես уզում եմ նկատեմ, Апостол Павел Պողոս Արաքյալը и говорит, այսպես է ասում, что Христос Вот Иисус Христоса- пришел вообще не от колена Левия,
որ եկել է ոչ թե ղևի От ցեղից, какого колена Христос пришел? որ ցեղից եկավ Քրիստոսը, Братья, от какого колена? որ ցեղից եկավ От եղբայրներ, колена Иудина. Հուդայի От ցեղից, колена Иудина были священники? Հուդայի ցեղից քահանաներ կային, հարցատալի եղբայր։ От Иуды были цари, закон, жезл у него был. Հուդայից կային թագավորներ եւ կային, որ ունեին Но священники были իշխանությունը, только от колена Левия. բայց քահանաները միայն ղևի И ցեղից են։ апостол Павел пишет евреям, Եվ Պողոս Արաքյալը գրում է եբրայցիներին, что происходит. ինչ է կատարվում։ 7 глава, 7-րդ 11 գլուխ стих. եբրայցիներին 7-րդ գլուխ 11-րդ խոսք։ Итак, если бы совершенство достигалось посредством левитского священства, ибо с ним сопряжен закон народов, то какая бы еще нужда была восставать иному священнику по чину Мелхиседека, а не по чину Аарона именоваться? Արդ եթե կատարելությունը ղևտացիներու քահանայության ձեռքով լար, որովհետև ժողովուրդը անոր ատենը օրենքի տակ դրվեցավ, ալ ինչ պետք էր որ Մելքիսեդեկի կարգի պես ուրիշ քահանամը ելե ու չսվի Ահարանի կարգի պես։ Потому что с переменою священства необходимо быть и перемене закона. Արդ քահանայությունը փոխվելուն պես հարկ էր որ օրենքն ալ փոփոխություն կրեր։ Ибо тот, о котором говорится сие, принадлежал к иному колену, из которого никто не приступал к жертвеннику. Եվ իրավ եղավ վասնզի ան որու համար այսպես կսվի ուրիշ ցեղի կպատկաներ եւ որմե ոչ մեկը սեղանին մոտեցավ։ Ибо известно, что Господь нас воссиял из колена Иудина, о котором Моисей ничего не сказал относительно священства. Քանզի հայտնի է թե Հուդայի ցեղեն առաջ եկավ մեր Տերը, այդ ցեղի մասին Մովսեսը բան մը չսավ քանաության համար։ И это еще яснее видно из того, что по подобию Мелхиседека восстает священник иной. Դա ավելի պարզ է երևում, երբ որ ասում է Մելքիսեդեկի կարգի պես մի ուրիշ քահանա, Который Ханапет. таков не по закону заповеди плотской, но по силе жизни непрестающей. որ ոչ թե մարմնավոր պատկերի պես եղավ, հապա անվաղճան կյանքի զորության պես։ Ибо засвидетельствовано, ты священник вовек по чину Мелхиседека. Վասնզի կվկայե դուն հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգին պես։ Отменение же прежде бывшей заповеди бывает по причине ее немощи и бесполезности. Քանզի առաջի պատվերը կխափանի իր տգարությանը ու անշահականությանը համար։ Ибо закон ничего не довел до совершенства, но вводится лучшая надежда, посредством которой мы приближаемся к Богу. Վասնզի օրենքը բան մը կատարյալ չրավ եւ անոր տեղ բերվեցավ լավագույն հույսը, որով Աստծո կմոտենանք։ Ну, там много дальше читать, вы можете сами прочитать. Եվ շատ է որ կարանք всю կարդանք, բայց դուք главу эту, и ինքներդ там- կարող եք կարդալ 7-րդ գլուխը там եբրայեցիների написано, եւ այնտեղ что те գրված է։ священники ветхозаветние, Եվ այն հինուխտի քահանաները они были временные. իրանք ժամանակավոր էին։ Один умирал, другой приходил. Մեկը մահանում էր, մյուսն էր գալիս եւ միշտ այդպես իրանք կատարում էին այդ А իրանք этот ծառայությունը։ первосвященник по чину Мелхиседека, Եվ այս քահանապետը, որ Մելքիսեդեկի կարգի он պես է, не имеет ни начала дней, ни конца дней. որ ինքը ոչ սկիզբ ունի եւ ոչ վաղճան ունի, Он пребывает вовек священником. եւ ինքը հավիտյան մնում է որպես И քահանապետ։ он может ходатайствовать за тех, которые приходят к нему. Եվ նա կարող է բարեխոս լինել բոլոր նրանց համար, ովքեր գալիս են դեպի նա։ И 27 стих говорит, который не имеет нужды ежедневно, как те первосвященники, приносить жертвы сперва за свои грехи, потом за грехи народа, ибо он совершил это однажды, принесший в жертву себя самого. 27-րդ համարից
որուն ամեն օր հարկավոր չէ ինչպես մյուս քահանապետներուն նախիր մեղքերու համար պատարակ մատուցանել ու յետքը ժողովրդի մեղքերու համար վասնզի ինք մեկ անգամ հրավասիկա իր անձը պատարակ մատուցանելով Итак, видим, что с приходом Иисуса Христа в Եվ этот ահա мир տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի գալը որ եկավ այս աշխարհ происходят такие реформы колоссальные. եւ շատ մեծ փոփոխություններ ա տեղի ունենում Перемена происходит. փոփոխություն ա տեղի ունենում Одно, առաջինը как это называется, конгресс, правление, уходит в отставку, եւ մի կառավարությունը հերասվում ա գործից а приходит совершенно новое. եւ գալիս է լրիվ նորը И не такое, как было прежде. եւ այնպեսին չէր ինչպես առաջինը Не по тому образцу, այն կերպարով չէր ինչպես но առաջինը совершенно новое. բայց կատարյալ նոր է С переменой священства происходит и перемена закона. քահանայության փոփոխությունից տեղի է ունենում եւ օրենքի փոփոխություն Отменяет первое եւ առաջինը որ հերքում է и постановляет другое. եւ երկրորդն է որ կարգում է Президенты меняются и Конституция меняет. եւ երբ որ նախագահները փոխվում են նաեւ կոնստիտուցիան էլ է С փոխվում приходом Христа поменялась Конституция, Քրիստոսի գալով կոնստիտուցիան փոխվեց поменялся закон. փոխվեց օրենքը То отменяет, առաջինը другое փոխում է постановляет. եւ մյուսը И կարգում է 18 стих говорит, что отменение же прежде бывшей заповеди бывает по причине ее немощи и бесполезности, ибо закон ничего не довел до совершенства. Եվ 7:18-ում հստակ է գրված. «Քանզի առաջին պատվերը կխապանի իր տկարությանը եւ անշահականությանը համար»։ Посредством закона Օրենքի միջոցով обнаружился грех. Մեղքն էր հայտնաբերվում, Где нет закона, нет и греха. որտեղ օրենք չկա, այնտեղ մեղք էլ չկա։ Если бы закон говорил «не пожелай», «не делай», «не говори», Եթե օրենքը չասեր՝ մի ցանկանար, մի ուզիր, մի խոսիր, то мы бы не знали, что такое грех. մենք չենք իմանա թե ինչ է նշանակում մեղք։ Но посредством закона обнаружился грех. Բայց մեղքի միջոցով հայտնաբերվում էր մեղքը։ Но этот закон грех уничтожить не мог. Բայց այդ օրենքը մեղքը ոչնչացնել չէր կարող։ Но когда пришел иной первосвященник, Բայց երբ որ եկավ Քրիստոս, մեր ուրիշ քահանապետը Քրիստոսը, который посредством своей жертвы, որը իր զոհի միջոցով он как раз умерщвляет грех. եւ հենց ինքն է որ ոչնչացնում է մեղքը։ Кровь Иисуса Христа очищает нас от всякого греха. Հիսուս Քրիստոսի արյունը որ մեզ մաքրում է ամեն մեղքերից։ А кровь тех тельцов, волнов, телиц и прочее, Իսկ այն զոհերը որ արվում էր она նոխազները, не գառները, уничтожала грех. նրանք չէին ոչնչացնում Этим только մեղքը։ напоминалось, что я грешник. Եվ դրանով միայն И я это հիշատակվում էր, որ ես осознаю, մեղավոր и եմ։ это исповедую. Եվ ես էդի դավանում եմ, ես Но вся խոստովանում եմ։ надежда была на того, который придет Բայց բոլոր հույսը նրա վրա էր, ով որ պիտի в գար։ свое время, в Իր назначенное ժամանակին, время. երբ որ ճիշտ ժամանակին պետքա գարնա։ И 9 глава, 15 стих говорит, Եվ նույն Եբրայեցիների 9-րդ գլուխ 15 համար այսպես ասում։ ну, можно с 12 стиха, Կարելի է 12-րդ համարից что կարդալ։ Христос, первосвященник, пришел не с кровью козлов и тельцов, но со своею кровью, однажды вошел во святилище и приобрел вечное искупление. Ոչ ալ նոխազներու ու զվարակներու արյունով, հապա իր արյունովը մեկ անգամ սրբարանը մտավ հավիտենական փրկություն ստանալով։ Ибо если кровь тельцов и козлов и пепел телицы через окропление освящает оскверненных, дабы чисто было тело, Վասնզի եթե ցուլերու ու նոխազներու արյունը եւ երինջի մոխիրը սրսկելով պղծյալները կսրբեր մարմնի մակրության կողմանը, то коль мы паче кровь Христа, который Духом Святым принес себя непорочного Богу, очистит совесть нашу от мертвых дел для служения Богу живому и истинному.
Ալ որչապ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգի ձեռքով իր անձը անարատ պատարակ մատուցանեց Աստծո, պիտի սրբե ձեր խժմտանքը մեռած գործերեն կենթանի Աստվածը պաշտելու։ И потому Он есть ходатай Нового Завета, дабы вследствие смерти Его, бывший для искуплений от преступлений, сделанных в Первом Завете, призванные к вечному наследию, получили обетование. Այսօր համար ինքը նոր ուխտի միջնորդն է, որպեսզի իր մահը առաջին ուխտի ժամանակը գործած հանցանքներու խավությանը համար եղած ըլլալով հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ 24 стиха. 24-րդ Ибо համարը։ Христос вошел не в рукотворенное святилище, по образу истинно устроенное, но в самое небо, чтобы предстать ныне за нас пред лице Божие. Քանզի Քրիստոս ոչ թե ձեռագործ սրբարանը մտավ, որ ճշմարիտի օրինակն է, հապա բուն երկինքը, որպեսզի հիմա մեզի համար Աստծո առջև И ներկայանա։ не для того, чтобы многократно приносить себя, как первосвященник, ходит во святилище каждогодно с чужою кровью. Ոչ թե որպեսզի շատ անգամ իր անձը պատարակ մատուցանե, ինչպես քահանապետը, որ ամեն տարի սրբարանը կմտնե իր չեղած արյունով։ Иначе надлежало бы ему многократно страдать от начала мира. Он же однажды, к концу веков, явился для уничтожения греха жертвою своею. Ապա թե ոչ պետք է ինք աշխարհի սկզբեն ի վեր շատ անգամ չարչարվեր, բայց հիմա մեկ անգամ դարեր անցնել է վերջը, իր անձի պատարակովը հայտնվեցավ մեղքը մեկդից ձգելու համար։ Итак, видим, что Христос, Եվ մենք տեսնում ենք, որ Քրիստոսը, первосвященник Нового Завета, որ ինքը քահանապետն է նոր ուխտի, новых благ, նոր բարիքների, не таков, как те ветхозаветные, այնպիսին չէր ինչպես հին ուխտի не с ժամանակ, кровью тельцов, козлов, овнов, ոչ թե նոխազների եւ արջարների которые входили во արյունովը, святилище որ մտնում են սրբարանը, за свои грехи и за грехи народа. եւ որ քահանապետը համ իր մեղքերի համար, համ ժողովրդի Но он մեղքերի համար էր однажды մատուցում, принес себя в жертву непорочного, чистого агнца. բայց ինքը մեկ անգամ բերեց անառատ ամբից գարիմը И явился это к концу веков եւ для հայտնվեց դարերի վերջում, уничтожения греха жертвою своею. որպիսի մեղքը բոլորովին բնաջնջի։ Слава Богу! Փառք Աստծուն։ Таков у нас первосвященник. Այդպիսի մենք քահանապետ ունենք։ Не Левий, Ոչ թե Ղևի պես, не Аарон, ոչ Ահարոնը, не Давид ոչ Դավիթը, и никто другой. ոչ մեկ ուրիշը, А Иисус Христос, հապա Հիսուս Քրիստոսը, Сын Божий. Աստծո որդին։ Но давайте опять возвратимся к тому, Բերեքետ գնանք նրան, все же таки, что апостол Павел имел в виду, ինչը когда ամեն он դեպքում говорит: «Итак, мы уничтожаем закон верою». Никак, но закон утверждаем. ուստի մենք հավատքով օրենքը կխափանենք, քավլիցի, հապա օրենքը կհաստատենք։ Как же мы его утверждаем? Ինչպես ենք մենք հաստատում օրենքը։ Другое священство, Ուրիշ քահանություն, другие заповеди, ուրիշ պատվիրաններ, совершенно другие правила, постановления. լրիվ ուրիշ կանոններ, А Павел говорит, мы утверждаем իսկ закон Պողոսն ասում է, որ մենք верою. հաստատում ենք օրենքը հավատքով։ Каже Павел, хочу, чтобы вы знали. Պողոս առաքյալն ուզում ասի, ես ուզում եմ, որ դուք իմանաք, Вера, которую дал нам Бог, հավատքը, որ Աստված մեզի ա տվել, она не пришла с никуда. նա չի հայտնվել ուղագի օդից, Она пришла от закона. նա եկել է օրենքից։ Ветхозаветные праведники верили, что Мессия придет. Հին ուխտի սուրբերը հավատում էին, որ արտարները, որ Մեսիան կգա, И они ожидали его прихода. եւ նրանք սպասում էին նրա И գալստյան։ о них там Павел Евреям 11 главе пишет, Եվ Պողոս առաքյալը 11-րդ գլխի Եբրայեցիներում գրում է. что они стремились не в эту обетованную землю ханаанскую, Եվ որ այդ հայրերը չէին շտապում մտնել ուղագի խոստացյալ քահանայի но они երկիրը, стремились к лучшему, к небесному. բայց իրանք լավագույնին էին գնում, այսինքն երկնայինին։ И потому Бог
не стыдится называть себя их Богом. Եվ դրա համար Աստված ինքը ամոթ չի համարում, որ Յա իրենց Բог Աստվածը Ավրահամը, կոչվի։ Իսահակը, Ես եմ Յակովը։ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Ветхозаветные праведники ожидали, придет Мессия, Հինուխտի արտարները սպասում են, որ կգա Մեսիան, и он пришел. եւ նա եկավ։ Новозаветные христиане Իսկ նոր ուխտի քրիստոնյաները верят, что он пришел уже. հավատում են, որ նա եկել է արդեն։ И то, что закон говорил о нем, Եվ ինչը որ օրենքը խոսում էր նրա о մասին, Христе, о Мессии, որ խոսում էր Քրիստոսի все եւ Մեսիայի մասին, исполнилось до Иоты. ամեն ինչ կատարվեց, մինչև անգամ Յոտան եւ նշանագիրը։ Сегодня мы утром сидели с братьями, рассуждали. Այսօր առավոտյան եղբայրների հետ մենք մտորում էինք, Когда Христос уже видел, что пришел час его придут, возьмут, եւ երբ որ Տեր Հիսուսը տեսավ, որ իր ժամանակ եկել է եւ կգան իրան но не կձերբակալեն, сбылось одно еще о нем. բայց Одно еще не сбылось, что сказано в пророках о нем. եւ մի բան էր, որ չէր կատարվել դեռ, ինչ որ И մարգարեները ասել говорит էին նրա մասին։ ученикам там, Եվ ասում է իր աշակերտներին, у кого там есть то, другое, третье, возьми меч. եւ ով ինչ ունի թող վերցնի եւ նաեւ վերցրա սուրը։ А в кого нет, то продай, что имеешь, и купи меч, что был меч. Եվ ով էլ որ չունի, վաճառիր ամեն ինչ եւ առ սուրը։ Для чего это надо было? Защищаться? Եվ ինչի համար էր պետք այդ սուրը, որպեսզի պաշտպանվել։ Когда Петр поднял этот меч и отрезал ухо, Երբ որ Պետրոսը բարձրացրեց այդ սուրը եւ կտրեց Христос говорит, ականջը, вложи меч твой в ножны его, եւ Տեր Հիսուսն ասում է՝ դիր այդ սուրը իր потому что все взявшие меч Կապարի от մեջ։ меча погибнут. որովհետեւ նրանք ովքեր որ սուրը պետքա վերցնեն, իր սուրով է И կմահանան։ неужели думаешь ты, я не мог бы умолить Отца, и Он дал бы более 12 легионов? Թե դու չես մտածում, որ ես կարող եմ հիմա հորը խնդրել եւ 12 լեգիոն հրեշտակներ կարա ուղարկի Эти հայրը։ мечи не для защиты были. Եվ այդ սուրերը պաշտպանվելու համար Но չէին։ чтобы сбылось написанное о нем, их злодеям причтен был. Եվ որպիսի կատարվեր այն, որ գրված էր հին ուխտում, որ եւ ինքը չարագործների հետ սեփվեցավ։ Если бы не было там мечей, Եվ որ այնտեղ չլիներ սրերը, ну, могли подумать, просто ребята на вечеринку собрались. Там, կարելի էր մտածել, որ բոլորը եկել են если այնտեղ уже там խնջույքի, հա։ с мечами, с автоматами, с пистолетами. Իսկ երբ որ եկել են այնտեղ արդեն Это սրերով, кто? Это ավտոմատներով, злодеи, да. դրանք ովքեր են, Это չարագործներ злодеи. էին, И для того, чтобы сбылось это место որպիսի Писания, կատարվեր այդտեղը, որ գրված էր։ и в конце мы уже знаем, когда Христос был на кресте, на Голгофе, Եվ մենք գիտենք, երբ որ Տեր Հիսուսը Գողգոթայի արդեն խաչի վրա Он էր, сказал, совершилось, նա ասեց, որ կատարվեց и испустил Дух. եւ իր հոգին ավանդեց։ Потому христиане, которые верою приняли Иисуса Христа как Мессию, Եվ дրա համար այն քրիստոնյաները, որ Հիսուսին ընդունել որպես Մեսիա, приняли ее как Христа, Сына Божьего, ինչպես Քրիստոս Աստծո որդի, они этим самым утверждают, այդպիսով է, որ что հաստատում է, закон свят, որ օրենքը սուրբ է։ и все, что в законе говорилось, исполнилось Եվ ինչ որ օրենքը խոսում էր, դա կատարվեց արդեն։ во Христе Иисусе. Հիսուս Քրիստոսի մեջ կատարվեց։ А те, которые еще тот закон соблюдают, Իսկ ովքեր որ ուզում են դեռ այն օրենքները պահեն, որ հին ուխտում են, они не поняли этой перемены, իրանք չեն հասկացել այդ փոփոխությունը, священства, закона. այդ քահանայության փոփոխությունը եւ Они օրենքների этим փոփոխությունը։ самым показывают, наверное, скоро Христос придет еще. Երբ որ այդ հին օրենքները պահվում, նշանակում է, որ դեռ սպասում ենք, որ Հիսուսը դեռ պետքա գա։ Потому для нас очень важно, Դրա համար մեր համար շատ կարևոր է, чтобы мы в этом случае не заблуждались որpեսզի մենք այս պահում չմոլորվենք и не напрягали себя соблюдать закон Моисеев. եւ մենք մեզի չձգենք, ծղաջիկենք, Но дай Господь нам силы Որպեսզի օրենքը соблюсти պահենք, заповеди Иисуса Христа, բայց մեզ է պետքա պահել Հիսուս Քրիստոսի который պատվիրանները, сказал, возьмите иго мое на որ ասեցի себя ձեր вրա առեք իմ и լույսը научитесь от меня, եւ սովորեցեք ինձանից, и заповеди Его не тяжкие. որովհետեւ իր պատվիրանները ծանր Это չեն։ не тот закон, который никто исполнить не мог. Դա այն օրենքը չի, որ ոչ մեկ չէր կարող կատարել։ Он несовершенный был. Նա կատարյալ չէր, Почему? ինչի համար։ Ну вот, к примеру,
Ահա մի օրինակ։ Одна заповедь закона говорит: Օրենքի մեկը ասում այսպես. всякий младенец мужеского пола Ամեն մի արու զավակ должен быть обрезан в 8-й день. 8-րդ օրը պետք է թլպատվի։ А 8-й день в субботу попал. Իսկ 8-րդ օրը վիճակը անգնում շաբաթ օրը, ինչ պետք է արվի։ Не обрежешь — нарушитель. Обрезал — субботу нарушь. Եվ եթե թլպատես շաբաթ օրը И таких կխախտես։ моментов в законе Չթլպատես можно էլ չի լինի։ найти очень много. Եվ օրենքի что մեջ շատ այդպիսի բաներ կա։ действительно закон, он не был совершенный. Եվ կարելի է գտնել, որ օրենքը կատարյալ չէր։ Просто его миссия была привести ко Христу, указать на Христа. Օրենքի գործը այն էր, որ բերեր հասցներ Քրիստոսին եւ И ցույց он տար свою Քրիստոսին։ миссию закончил. Եվ նա իր գործունեությունը И վերջացրեց։ мы говорим: закон добр, и մենք ասում заповедь ենք, որ праведна и свята. Օրենքը սուրբ է, հոգևոր է, Эта заповедь показала, что в нас Ай- не живет что-то доброе, այդ պատվիրանը ցույց տվեց, որ մեր մեջ բարի բան что չի идет բնակվում։ война плоти и с духом. Եվ գնում է պատերազմ մարմնի եւ У нас հոգու հետ։ обнаруживается тьма всяких похотей. Եվ մեր մեջ հայտնաբերվում է ամեն մի ցանկությունների, գեր Это ցանկությունների։ закон показал, да. Եվ դա օրենքն է ցույց տալիս։ Но уничтожить он не мог это. Բայց ինքը չէր կարող վերացնել Это մեղքը։ уничтожает только кровь Иисуса Христа, Դա վերացնում Сына է Божьего. միայն Հիսուս Քրիստոսի արյունը Աստծո որդու։